Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի պետության էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Վահագն Խաչատուրյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանիի ընտանիքին և Կատարի ժողովրդին հայր էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ, մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։ Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակությանը, Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների ամրապնդելուն, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում, արձագանքելով X-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել է Բուդրիսին Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խորհրդի հերթական նիստը։ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին, այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից դրանց ազդեցությանը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումների կիրառման, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ աշխատանքների շարունակականության վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է 1 միլիարդ 34 միլիոն 715 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի 8 համայնքում իրականացվող 9 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Ծրագրերն իրականացվելու են Արտաշատ, Արաքս, Գավառ, Փամբակ, Ալավերդի, Սիսիան, Նոեմբերյան և Իջևան համայնքներում։ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Չզեկուցվող նախագծերով կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Հայաստանի սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։ Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով Երևանում արձակուրդ անցկացնելու դրական կողմերին։ Ըստ Փաշինյանի, Երևանում կան որակյալ մարզասրահներ, քաղաքում կան նաև դիտարժան պատմամշակութային հուշարձաններ, համեղ սնվելու համար կան ռեստորաններ, կա նաև ակտիվ մշակութային կյանք, թատրոններ, թանգարաններ։ Մանրամասները տեսանյութում։ Կարելի արդյոք լավ արձակուրդ անցկացնել Հայաստանում։ Միանշանակ այո, բայց քանի որ հիմա Երևանում եմ գտնվում, սկսեմ Երևանից։ Երևանում շատ լավ արձակուրդ է կարելի անցկացնել եւ հիմա փորձեմ նկարագրել։ Նախ առավոտյան ժամը 6-ից, գուցե ավելի շուտ, Երևանում բացվում են մի շարք մարզասրահներ, որոնք ունեն բարձր մակարդակ եւ կարելի է առավոտյան մարզվել։ Երկրորդը, Երևանում արդեն կան սրճարաններ, որոնք գործում են շուրջօրյա, կան սրճարաններ, որ վաղ առավոտից են բացվում ժամը 7-ից, 8-ից,
եւ այդ սրճարաններում կարելի է շատ լավ նախաճաշել։ Հաջորդիվ քաղաքում քայլել, տեսնել պատմամշակութային հուշարձաններ, տեսնել քաղաքը, իհարկե շատ տպավորիչ տեսարժան վայրերով, շփվել մարդկանց հետ, բարձա ռեստորաններ կան եւ ճաշի համար, եւ ընթրիքի համար, համեղ սնունդ, համեղ յուրահատուկ սնունդ, ընդ որում եւ հայաստանյան եւ եվրոպական եւ տարբեր խոհանոցներ շատ բարձր մակարդակով։ Հաջորդիվ Երևանում շատ ակտիվ մշակութային կյանք կա, թատրոններ, կինոթատրոններ, համերգներ, ակումբներ, երաժշտական, ընդ որում երբեմն ես օրինակ վերջին օրերին նման դեպքերի հետ առնչվել եմ, երբեմն շատ դժվար է տոմս գտնել թատրոնների, որոշ ներկայացումների եւ եթե մի քիչ ուշանաս, արդեն այդ օրվա համար տոմս չես ձեռք բերի, ընդ որում շատ ուրախ եմ արձանագրել, որ մասնավոր հատվածի թատրոնները, հատկապես ամառային շրջանում շատ ակտիվ են եւ էական մրցակցություն են ցուցաբերում պետական կամ համայնքային թատրոններին, թանգարաններ, կարելի այցելել թանգարաններ, պատկերասրահներ եւ մեծ բավականություն ստանալ եւ այդ թանգարանների պատկերասրահների այցելությունից հետո զգացողություն ունենալ, որ իզուր չէր այդ ժամանակը, որ անցկացրեցի այդտեղ եւ իհարկե լավ հյուրանոցներ, զբոսանքի վայրեր, առաջիկայում ավելի շատ կլինեն զբոսայգիներ, ես խոսում եմ դեռևս միայն Երևանի մասին։ Իհարկե պետք է նաև ընդունել, որ գների հետ կապված որոշակի խնդիրներ ունենք, բայց ուզում եմ նաև պարզաբանել, որ գների երբեմն ոչ հարմարավետությունը կապված է երկու հիմնական խնդրի հետ։ Առաջինը նախ ռեստորան, սրճարան, այս հատվածներում մեր մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է։ Այսինքն, եթե համեմատություն վերցնենք եվրոպականը, մեր մոտ սրճարաններում, ռեստորաններում, շատ տեղերում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին։ Իսկ դա գին արժե, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, ասենք դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները եւ դա բավականին լավ աշխատանք է եւ երկրորդը սկսած աթոռ, սեղան, բաժակ եւ այլն մթերքի որակ եւ սա իհարկե ազդում է գների վրա, որովհետեւ լավ բան էժան չի լինում եւ երկրորդ ընդհանուր խնդրեմը կա Հայաստանի տրանսպորտային սահմանափակումները նույնպես ազդում են մեր գների վրա, բայց համոզված եմ ապաշրջափակման արդյունքում այս հատվածի խնդիրը կլուծվի եւ նաեւ այս ամենի արդյունքում նաեւ աշխատավարձերը կբարձրանան եւ այդպես շարունակ։ Էլի կարող եմ թվարկել Երևանում արձակուրդ անցկացնելու առավելությունների մասին, բայց չեմ ուզում տեսանյութը շատ երկարի, մանավանդ որ սոցիալական ցանցերում ռիլերի համար, նյութերի համար սահմանափակումներ կան։ Լավ որ լավ արձակուրդ բոլորիդ անցկացրեք արձակուրդը Հայաստանում։ Սիրում եմ բոլորիդ։ Վարչապետը նաև հրապարակել է տեսանյութեր կապված ՀԴՄ կտրոնների եւ իր ընթերցանության մասին։ Ես էլ շատերիդ նման առանձնակի ուշադրություն չեմ դարձրել ՀԴՄ-ին, վարչապետությունից առաջ, վարչապետ ընտրվելուց հետո, ահագին ժամանակ, չեմ պահել, որ հասկացել եմ, որ ՀԴՄ-ն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր եւ բաղկացուցիչ մասն է, այնպես որ խնդրում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում եւ տնտեսվարողներին եւ նրանց ծառայություններից օգտվողներին կամ նրանցից ապրանքներ ձեռք բերողներին չմոռանալ ՀԴՄ-ների մասին։ Սրճարանների հաճախորդներին հիշեցնում եմ նաեւ, որ
Սա ՀԴՄ-ն չէ, սա չէ ՀԴՄ-ն։ Անկանխիկ վճարման կտրոնը նույնպես ՀԴՄ չէ։ ՀԴՄ-ն սա է, որի վրա հենց գրված է հսկիչ դրամարկղային կտրոն։ Մի մոռացեք ՀԴՄ-ի մասին։ Ավարտեցի հայոց պատմության 3-րդ հատորի 2-րդ գրքի ընթերցումը, որ ահագին ժամանակ առաջ էի սկսել։ Իսկ դուք ինչ եք կարդում։ Հուլիսի 13-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ, ամփոփելու ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ Զեկույցներով հանդես են եկել նաև համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։ Ամփոփելով Արփինե Սարգսյանը շեշտել է, որ արձանագրված դրական ցուցանիշները պետք է հիմք դառնան աշխատանքի առավել արդյունավետ իրականացման համար։ Նա պահանջել է յուրաքանչյուր ուղղությամբ ապահովել համակարգված, նախաձեռնողական եւ արդյունահեն աշխատանք, կանխարգելումը, օպերատիվ արդյունավետությունը եւ քաղաքացիների անվտանգությունը դիտարկելով առաջնահերթություն։ Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը, հրապարակված տեսանյութում ասել է նախարարը։ Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այժմ Հարլեմում են կատարելու վերջին ճշգրտումները եւ հասցեագրելու նույնիսկ ամենաաննշան թվացող հարցերը։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը։ Ինչպես խոստացել էինք, շատ շուտով այս աշնանը մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի եւ անձնագիր եւ նույնականացման քարտ։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։ Հանդիպման ընթացքում պաշտպանը ներկայացրել է մի փաստաթության գործունեության հիմնական ուղղությունները։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։ Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկ Մարդիսալու Կահարին։ Կողմերն անդրադարձել են հատկապես թվայնացման եւ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու հնարավորություններին, քննարկել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող կարևոր հարցեր։ Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Լիտվան հետախուզական տվյալներ ունի Բալթյան տարածաշրջանում ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերի մասին, եւ դրանք կարող են իրականացվել տարբեր միջոցներով։ Այս մասին հայտարարել է նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Նա միաժամանակ հավելել է, որ տեղեկություններ չկան այն մասին, թե երբ կամ որտեղ կարող է տեղի ունենալ այդ հարձակումները։
Նախագահն ասել է, որ որպես նախազգուշական միջոց Վիլնյուսը ուժեղացնում է էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների պաշտպանությունը։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սառեցրել է $130 միլիոն թվային դրամապանակներ, որոնք կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։ Այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Բեսենթը հավելել է, որ գերատեսչությունը կշարունակի ինտենսիվորեն հետևել գումարներին և զրկել իրանական ռեժիմին իր անօրինական եկամուտների սխեմաներից ստացած եկամուտներին հասանելիությունից։ ԱՄՆ-ի այս որոշումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը 4-րդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանին, միաժամանակ վերսկսելով իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Ամերիկայի չարիքների վերջը։ Հայտարարության մեջ Իրանը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար հարվածել են իրանական բազաներին։ Դա պատճառաբանելով Հորմուզի նեղուցով խախտումներով անցնող նավերին իրանական հարվածներով։ Այնուամենայնիվ Իրանը նշել է, որ ոչ մի նավ չի համարձակվել խախտել իրանական շրջափակումը, հետևաբար հարվածներ չեն եղել։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սպասարկող նավթի և գազի արտահանման երթուղիները կարող են թիրախավորվել, եթե հակամարտությունը շարունակվի։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ կհայտարարի Ուկրաինայի և Եվրամիության պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ սա իր 11-րդ այցն է Ուկրաինա-Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում։ Սա հատուկ պահ է։ Ուկրաինան ստեղծել է ուժեղ ռազմական թափ։ Իրավիճակը փոխվում է։ Մենք նաև կքննարկենք անդամակցությունը և այս ձմռան նախապատրաստական աշխատանքները, գրել է Ֆոն դեր Լայենը։ Կիև են ժամանել նաև Ռումինիայի նախագահ Նիկու Շորդանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։ Ըստ հրապարակման այցը համընկնում է Ուկրաինայի պետականության և Կիևյան Ռուսիա-Ուկրաինայի մկրտման օրվա հետ, ու Կիևի դաշնակիցները որոշել են այս կրկնակի տոնը նշել Ուկրաինայի հետ։ Կանադայի հյուսիսային Օնտարիոյում բեռնատար գնացքը հայտնվել է մոլեգնող անտառային հրդեհների մեջտեղում։ Գնացքի խցիկի ներսից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են պատուհանները նարնջագույն փայլում, երբ խիտ ծուխը և բարձրացող կրակները կլանել են գնացքը։ Գնացքի ողջ անձնակազմը լքել է լոկոմոտիվը և տարհանվել է ոտքով։ Ոստիկանությունը ձերբակալել է Փարիզից դեպի հարավ գտնվող Ֆոնտենբլո համայնքի մերձակա անտառը հրկիզելու փորձի մեջ կասկածվողին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել հուլիսի 14-ի երեկոյան։ Ձերբակալված ֆրանսիացին մեքենայով մուտք է գործել անտառի հարևանությամբ գտնվող փակված ավտոկանգառ, որտեղ նրան նկատել են ոստիկանները։ Զննության ընթացքում նրա մեքենայում հայտնաբերվել են թղթե փաթեթներ և կրակայրիչ։ Նա ձերբակալվել է հրկիզման միջոցով վնաս հասցնելու փորձի կասկածանքով։ Փարիզից մոտ 70 կիլոմետր դեպի հարավ գտնվող Ֆոնտենբլո համայնքի մերձակայքում բռնկված անտառային խոշոր հրդեհը սկսվել է հուլիսի 12-ին։ Մի քանի օրվա ընթացքում դրա մակերեսը գերազանցել է 2000 հեկտարը, ինչը կազմում է այդ համայնքի մոտ գտնվող անտառային զանգվածի ընդհանուր տարածքի գրեթե 10%-ը։ Կրակի տարածմանը նպաստել են ուժեղ քամին և շոգ եղանակը։ Հրդեհն այժմ տեղայնացվել է, հրշեջները պայքարում են անտառի տարածքում կրկնվող բռնկումների դեմ։ Արդեն երկրորդ տարին է Երևանի 148 ավագ դպրոցում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Կարիքը վաղուց կար, հինը, որ շահագործման համար այլևս անվտանգ չէր, քանդել են, նորը նույն տեղում են կառուցում։ Մասնագետների գնահատականը եղել է, որ պետք է քանդվի, որպեսզի կարողանանք սեյսմիկ անվտանգությունը ապահովել։ Հիմա կառուցվում է 9 բալ եւ ավելին սեյսմականությամբ։ 50% եւ ավելին հիմնական դա ինքը երկաթբետոնե մոնոլիտ կառույց է, նախատեսված ծավալներով դիտարկենք 50% եւ ավելին արդեն
մոտ 60%-ի մոտ աշխատանքներ են կատարված։ Շուրջ 60 տարվա պատմություն ունեցող ավագ դպրոցում ժամանակ առ ժամանակ միայն կոսմետիկ աշխատանքներ են իրականացվել։ Վերջին տարիներին խնդիրներն այնքան էին բարդացել, որ ժամանակավոր լուծումներն այլևս արդյունավետ չէին։ Ջեռուցումից մինչև սանհանգույցներ, խողովակաշարեր, համակարգային լուծում էր պետք։ Մենք անընդհատ հետևողական լինելով փորձել ենք վերանորոգման աշխատանքներ անել, բայց այսպես ասած երկրորդ հարկի ինչ-որ մի հատ հատված, եթե վերանորոգում էինք անում կոյուղու հետ կապված, դառնում էր անիմաստ, որովհետև ինքը հիմնականում պիտի փոխվեր։ Այսինքն առաջինից երրորդ հարկ միջև պետք էր փոխվել։ Նոր դպրոցը մինչև 3 հարկանի 7 մասնաշենք կունենա, մոնոլիթ կառույցներ են, ոչ միայն ամուր, այլև ժամանակակից դպրոցաշինության բոլոր չափորոշիչներին համապատասխան, 5700 քառակուսի մետր է դպրոցի ընդհանուր մակերեսը։ Գործի մոտ 60%-ն արել են, 2027-ին նախատեսում են շահագործման հանձնել։ Կառավարության ու Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով մոտ 2.4 միլիարդ դրամ կծախսվի։ Կառավարության զարգացման հնգամյա ծրագրով 2021-ից մինչև հիմա 170 դպրոց է կառուցվել կամ նորոգվել, նաև անհրաժեշտ գույքով են համալրվել։ Օրինակ մոտ 500 աշակերտ ունեցող դպրոցի համար պետական բյուջեից միջինում 63 միլիոն դրամ էլ ծախսվում է կահավորման համար։ Կառավարության հնգամյա ծրագրում նաև մենք կրթության մինչև 2030 թվականի զարգացման ծրագրով եւս ունենք պարտավորություն մինչև 2026 թվականի ավարտը Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները հագեցնել համապատասխան բնագիտական, ինժեներական եւ ՏՀՏ լաբորատորիաներով։ Այս պայմանությամբ կարող եմ ասել, որ այդ ցուցանիշը ապահովված է շուրջ 960 ուսումնական հաստատությունում եւ մինչեւ տարեվերջ Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները ապահովված են լինելու այս լաբորատոր սարքերով եւ համապատասխան գույքով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով հագեցած դպրոցներում առավել արդյունավետ կրթություն է իրականացվում։ Դրա արդյունքը դպրոցական տարբեր օլիմպիադաներում պատանիների ակտիվությունն ու արձանագրած հաջողություններն են։ Հայաստանի Հանրապետությունում ցավոք նախկինում չեն եղել բավարար լաբորատորիաներ կամ եղել են, բայց ոչ բավարար նյութերով կամ անհրաժեշտ գույքով, որոնք հնարավորություն կտային սովորողներին բնագիտական առարկաների փորձերը իրականացնել եւ պրակտիկայում հասկանալ դրանց օգտակարությունը կամ արդյունավետությունը։ Այժմ այդ բոլոր հնարավորությունները տրված են, այդ լաբորատորիաներում ամբողջ գույքի եւ նյութատեխնիկական բազայի հագեցումից բացի նախարարությունը իրականացնում է նաեւ ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացներ։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով նոր հաստատությունները անհրաժեշտ գույքով ապահովելու համար նախատեսված է ծախսել 415 միլիարդ դրամ, բացառապես պետական բյուջեից։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը իրազեկում է, ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը։ Թեմայի վերաբերյալ մանրամասնում է տեսանյութը։ Հարգելի քաղաքացիներ, կարևոր է իմանալ, որ ժամանակին եւ ամբողջովին աշխատավարձ ստանալը ձեր օրենքով պաշտպանվող իրավունքն է։ Աշխատավարձը ենթակա է հաշվարկման յուրաքանչյուր ամիս եւ վճարման ենթակա է յուրաքանչյուր ամիս առնվազն 1 անգամ մինչեւ յուրաքանչյուր հաջորդ ամսվա 15-ը։ Եթե գործատուն չի վճարում կամ ուշ է վճարում սահմանված աշխատավարձը, ապա հարկ է նշել, որ ենթակա է վճարման գործատուի կողմից տուժանք յուրաքանչյուր օրվա համար չվճարված աշխատավարձի 0.15%-ի չափով։ Եթե դուք բախվել եք նման իրավիճակի, կարող եք դիմել աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնին, որը վերահսկում է գործատուի կողմից աշխատավարձի վճարման եւ հաշվարկման հետ կապված օրենքի պահանջների պատշաճ կատարումը, միաժամանակ կարող եք ձեր իրավունքները պաշտպանել նաեւ դատական կարգով, քանի որ սահմանադրությամբ երաշխավորված է յուրաքանչյուրի դատական պաշտպանությունից օգտվելու իր իրավունքը։ Եվ վերջում միշտ հիշեք, որ ամբողջովին եւ ժամանակին աշխատավարձ վճարելը ոչ թե գործատուի բարի կամքն է, այլ ձեր օրենքով նախատեսված իրավունքը։ Եվ վերջում եղանակի մասին։ Հուլիսի 16-ին եւ 20-ին կեսօրից հետո, 17-ից 19 գիշերը եւ կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-ից 4 աստիճանով։ Երևանում հուլիսի 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ից 18-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այս թողարկման համար այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։